Շնորհակալություն, որ այսօր ներկա եք։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Եղիազար Վարդանյանը կանխոփի 2025 կոմիտեի կատարած աշխատանքը եւ ներկայացնի նոր նախաձեռնությունները, այնուհետեւ կպատասխանի ձեր հարցերին։ Ձևաչափը ներկայացնեմ, ելույթից հետո հարց-պատասխան շրջանը կարող են գնալ եւ օնլայն նաեւ ռեակտորներ ունենք, որ հարցեր կարող են ուղղել։ Եթե ժամանակ լինի, երկրորդ շրջանի հարցերի կհնչեցնենք։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես եւս ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր մասնակցության համար եւ շնորհակալ եմ նաեւ եւ ձեզ եւ մեր քաղաքացիներին հաշվետվությունը ներկայացնելու ձեր հարթակը տրամադրելու համար։ Ես կփորձեմ համառոտ ներկայացնեմ 2025 թվականին քաղաքաշինության կոմիտեի իրականացրած աշխատանքները ըստ ուղղությունների ունեցած ձեռքբերումները, ներկայացնելով նաև արդյունքները, ներկայացնելով նաև թե ինչ խնդիրներ ենք լուծել եւ ոլորտի համար, եւ պետության համար, եւ մեր քաղաքացիների կամ կառուցապատողների համար, եւ որից հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականին իր գործունեությունը իրականացրել է հետևյալ հիմնական 5 ուղղություններով, առաջինը դա քաղաքաշինական նորմերի մշակում եւ արձիականացում ուղղությունն է։ Գիտեք, քաղաքաշինական նորմերով է կարգավորվում ամբողջ ոլորտը եւ սա մեր համար առանցքային կարևոր ուղղություն է, որի վերաբերյալ մանրամասները քիչ անց կներկայացնեմ ձեզ։ Երկրորդ ուղղությունը քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումն է, պարզեցումը եւ հստակեցումը, որը շատ կարևոր է, որովհետեւ առնչվում է գրեթե բոլոր քաղաքացիներին իրենց գործունեության ընթացքում։ Երրորդ ուղղությունը քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումն է, վարկանիշավորումը եւ մոնիտորինգը։ Սա եւս շատ կարևոր է եւ քիչ անց մանրամասը կներկայացնեմ, որտեւ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատշաճ աշխատանքից է կախված շատ արդյունքներ, որոնք ակնկալում են մեզանից մեր քաղաքացիները։ Հաջորդ ուղղությունը դա բնակարանային ֆոնդի կառավարումն է եւ զարգացման ծրագրերը եւ հինգերորդ ուղղությունը կապիտալ շինարարական ծրագրերի իրականացումը։ Երևի թե սկսեմ վերջի հինգերորդ ուղղությունից։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալները եւ դուք եւս հավանաբար ծանոթ եք, որ շինարարությունը շարունակում է մնալ մեր տնտեսության առաջնորդող ուղղություններից մեկը, պահպանելով աճի դինամիկան։ Եթե համեմատելու լինենք 2024 թվականի 11 ամիսները 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա արձանագրվել է 20%-ից ավել աճ, շուրջ 645 միլիարդ ծավալով շինարարական աշխատանքներ են իրականացնել եւ այստեղ կուզեմ նշեմ, որ մասնավորից բացի պետական պատվիրատուները նույնպես իրենց կարողությունները զարգացրել են եւ արդեն իրենց ռեսուրսներով պատրաստ են սպասարկել այն մեծ ծավալի կապիտալ շինարարական ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Վերադառնալով քաղաքաշինության կոմիտեին, պետք է նշեմ, որ քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականի ընթացքում համակարգել է 101 շինարարական ծրագրեր եւ շուրջ 70 նախագծային ծրագրեր։ Այս շինարարական ծրագրերը իրենց մեջ ներառում են ինչպես դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, մշակութային հաստատություններ, մարզադահլիճներ եւ բնակելի շենքեր եւ այսպես շարունակ։ Իսկ նախագծային ծրագրերը ուզում եմ նշեմ, որ իրենց մեջ ներառում են արդեն հաջորդ 300 դպրոցների համար նախագծային աշխատանքներ, այսինքն նշվածի մեջ 26 հատը նախագիծը արվում է արդեն հաջորդ 300 շրջափուլի դպրոցների նախագծերն են իրականացում, որպեսզի երբ որ մեկնարկվի հաջորդ շրջափուլը, մենք ունենանք արդեն պատրաստի նախագծեր եւ սա շարունակական է լինելու։
Քաղաքաշինական նորմերի մշակումը եւ արձիականացման մասով Քաղաքաշինության կոմիտեն սկզբունքորեն նոր հիմքերի վրա է դրել նորմերի մշակման գործառույթը։ Մենք սկսել ենք Եվրոպական միության նորմերի փուլային տեղայնացումը եւ դրա համար կառավարությունը նախորդ տարի ընդունել է որոշում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգն է հաստատվել կառավարության որոշումով, որով սահմանվել է, որ մեր կառուցապատողները, շինարարության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կարող են ազգային նորմերին զուգահեռ կամավորության սկզբունքով ընտրել եւ իրենց կառուցապատման ծրագրերում կիրառել նաեւ եվրոպական նորմերը, որոնք արդեն տեղայնացվել են։ Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունում կգործեն եւ ազգային նորմերը եւ եվրոպական միության նորմերը, որոշ ժամանակ հետո, երբ որ կգանք այն վիճակին, որ կարողանանք ամբողջությամբ անցում կատարել եվրոպական նորմերի, ապա անցում կկատարենք եվրոպական նորմերի։ Ինչի եմ նշում եվրոպական նորմերը, որովհետև եվրոպական նորմերը իրենց կառուցվածքով, նախ ուզում եմ ասեմ, որ նորմեր մշակելը դա գիտական աշխատանք է, որը նորմալ, որակյալ նորմեր մշակելու համար անհրաժեշտ է տիրապետել տվյալների մեծ բազայի, ունենալ մեծ փորձառություն, վիճակագրական տվյալներ, որպեսզի կարողանանք նորմեր մշակել եւ շատ երկրներ ըստ էության վերցնում են արդեն իսկ մշակված փորձարկում անցած նորմերը եւ իրենց մոտ տեղայնացնում են, դրա համար մենք էլ ենք գնում այդ ճանապարհով եւ իրենց կառուցվածքով ըստ էության նրանք պատասխանում են ինչպես է կարելի հարցի ի տարբերություն օրինակ մեր ազգային նորմերի, որոնք ոչ ստանդարտ իրավիճակներում տալիս են ինչպես է կարելի հարցի պատասխանը ինժեներական ոչ ստանդարտ իրավիճակների դեպքում։ Զուգահեռաբար մենք թարմացնում ենք նաև մեր ազգային նորմերը, նախորդ տարի մշակել ենք եւ հաստատման կամ հաստատվել է կամ հաստատման գործընթացում է գտնվում 25 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, մի քանիսը կուզեմ առանձնացնեմ, առաջինը դա մեր հասարակությանը շատ հետաքրքրող եւ բոլորիս հետաքրքրող մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնող նորմ ենք մշակել, որը կոչվում է շինարարական արտադրության կազմակերպում նորմը, որով սահմանել ենք, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ եւ սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ հնարավորինս առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումները։ Մի քանիս օրինակ նշեմ, պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ որպես չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետքա խճապատված լինեն, որպեսզի շարժումների քամիների ընթացքում այդ հողը ծածկված լինի խճով եւ արտանետումներ փոշին չբարձրանա եւ հարակից միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի։ Մենք պահանջել ենք սահմանել ենք պարտադիր պահանջ փոշե ճնշիչ, փոշե զսպիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ ենք սահմանել, որ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով եւ մի շարք այլ պահանջներ ենք սահմանել, որոնք վերցրել ենք միջազգային փորձից, նմանատիպ ստանդարտներից եւ կարծում եմ էականորեն, երբ որ այս նորմը կմտնի գործողության մեջ, շինարարության գործոնը մթնոլորտային օդի աղտոտվածության մասով կհասվի նվազագույնի։ Հաջորդ ուղղությունը կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ մշակել ենք հրդեհային անվտանգության, թարգմանել ենք եւ տեղայնացնում ենք հրդեհային անվտանգության բրիտանական ստանդարտը, որը այս տարվա ընթացքում արդեն կհաստատվի եւ կդրվի կիրառության մեջ։ Երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերի շրջանակներում ավելացրել ենք շենք շինությունների թույլատրելի հարկայնությունը, սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ, օրինակ եթե նախկինում
նախադպրոցական հաստատությունները չէր կարելի 3 հարկից ավել կառուցել, ապա նոր նորմերով սահմանել ենք, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցները մինչև 5 հարկ կարելի է կառուցել, բժշկական կենտրոնները կարելի է կառուցել մինչև 9 հարկ, սա թույլ է տալիս այսօրվա շինարարության տեխնոլոգիան, լուծումները եւ ինչպես նաեւ սա շատ կարեւոր է հողային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։ Դու գիտեք, որ մեծ ծավալի դպրոցաշինության ծրագիր է իրականացվում եւ շահագործման հանձնելուց հետո անհրաժեշտ է այս դպրոցները պատշաճ կարգով շահագործել, քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է եւ հիմա ավարտական փուլում է գտնվում դպրոցների շահագործման ձեռնարկի մշակման աշխատանքները, որտեղ մանրամասը նկարագրվելու են դպրոցները պատշաճ շահագործման վիճակի պահելու գործողությունները եւ շատ կարեւոր ուղեցույց կլինեն մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Հայաստանյան գրասենյակի եւ Համաշխարհային բանկի հետ միասին մշակել ենք կանաչ քաղաքաշինության եւ էներգոարդյունավետության խթանման ուղղված նախագծման ուղեցույց, որպեսզի նախագծողները կարողանան օգտվել եւ իրենց նախագծերի մեջ կիրառեն այդ տեխնիկական լուծումները։ Դուք գիտեք, որ մեր շինհրապարակներում այսօր աշխատում են բազմաթիվ օտարազգիներ եւ շատ են կարեւորում աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը մեր շինհրապարակներում։ Մենք մշակել ենք համապատասխան նորմը, թարգմանել ենք ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ տրամադրել ենք համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք ծանոթացնեն ոչ մենակ մեր քաղաքացիներին, այլ նաեւ բոլոր այն օտարազգիներին, թե ինչպես պահպանեն անվտանգության կանոնները, որպեսզի դժբախտ դեպքերից խուսափենք շինհրապարակներում։ Լոռու եւ Տավուշի մարզերում գետերի վարարման աղետի ժամանակ մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ մետաղական ուրեմն կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության նախագիծ եւ ստացանք հանձնարարությունը կատարեցինք եւ հիմա մշակել ենք եւ հաստատել ենք մետաղական կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության ըստ էության ամբողջ փաստաթղթավորումն ենք իրականացրել եւ առաջիկայում տկենի մեր գործընկերները կպատվիրեն եւ կսկսենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրել մետաղական կոնստրուկցիաներով կամուրջներ, որոնք շին ցանկացած տեղամասում կարող ենք այդ տարերը միացնելով հավաքել եւ ստանալ այսօրվա պահանջներին համապատասխան կրողունակություն ունեցող կամուրջներ։ Ես մի քանի ուղղություններ նշեցի, բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Հաջորդ ուղղությունը, ինչի մասին կուզեմ խոսեմ, դա շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգն է։ Քաղաքաշինության կոմիտեն մշակել է համապատասխան ուղեցույցը, անձնագրի օրինակելի ձևը, իսկ նախորդ տարվա վերջում կառավարությունը ընդունել է անձնագրավորման կարգը, հաստատվել է կառավարության որոշումով։ Սա ինչի համար է, ես շատ եմ կարևորում այս կարգը, որովհետեւ մեր քաղաքացիները, սեփականատերերը, գնորդները, գնահատման ծառայություն մատուցողները, բանկերը կարողանան հասկանալ, թե իրենց շենքը, որտեղ նրանք բնակվում են, ինչ սեյսմակայունություն ունի, ինչ հնարավոր բացական ազդեցություններ ունեն, որոնք են դրանց լուծումները, էներգոարդյունավետության մակարդակը, որն է այս բոլոր չափանիշները անձնագրում նախատեսված է։ Ճիշտ է, այս պահին կառավարության որոշման տրամաբանությունը դրված է կամավորության սկզբունքով, այսինքն մենք այս ամբողջ փաստաթղթավորումը իրականացրել ենք, փոխանցենք եւ կվերապատրաստենք բազմաբնակարան բնակելի շենքը կառավարիչներին, շենքերի կառավարիչներին եւ այս պահին կամավորության սկզբունքով ենք դրել, բայց հետագայում մտածում ենք անցնել պարտադիր կիրառության եւ ստեղծել թվային ռեեստրը եւ յուրաքանչյուր շենքի մուտքերի մոտ փակցնել QR կոդեր, որ ցանկացած քաղաքացի, սեփականատեր, գնորդ, իմ թվարկած կամ որևէ քաղաքացի, երբ որ սկանավորի այդ QR կոդը, տեսնի այդ շենքի տեխնիկական անձնագիրը եւ
դրանից բխող իր որոշումները կայացնի։ Դրա հետ զուգահեռ, որպեսզի ամբողջ շղթան կանոնակարգված լինի, մենք հաստատել ենք շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգը, որի արդյունքում նաեւ որոշ տեղեկատվություն կներառվի նաեւ անձնագրի շենքի անձնագրի մեջ։ Շատ կարևոր եւ երկար սպասված որոշում են կայացրել նախորդ տարվա դեկտեմբերին, կառավարության որոշում է կայացվել, հաստատել ենք շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականությունը։ Մինչև այս որոշման կայացումը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում էր դեռևս Խորհրդային Միության տարիներին 1980-ական թվականներին հաստատված շինարարության գնագոյացման մեթոդաբանությամբ, որը պարբերաբար տարբեր գործակիցների բանաձևերի միջոցով ճշգրտվում էր եւ գալիս էին կեսօրվա գներին, որոնք կարող եմ ասել, որ չէին համապատասխանում այսօրվա տեխնիկական, տեխնոլոգիական զարգացումներին կամ շուկայի պահանջներին։ Հիմա քաղաքականությունը, նոր քաղաքականությունը հաստատված է, եթե հարցեր կլինեն, քանի որ նեղ մասնագիտականը չեմ մանրամասնի հիմա, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ, դրանից բխող գործողությունների ծրագիրը արդեն եւս հաստատված է եւ այս տարի ամբողջ շղթան համապատասխան որոշումներով եւ փաստաթղթերով կապահովենք եւ ոլորտը կսկսի աշխատել արդեն շուկայական իրական գներով։ Մենակ մի բան կուզեմ այստեղ նշել, որ նախագծերին շինարարական նախագծերի, ճարտարապետաշինարարական նախագծերի կազմին վերաբերվող պահանջ ենք նույնպես սահմանել այստեղ, մասնագրի բաժինը ավելի հստակեցրել ենք, ինչ նկատի ունեմ, այսինքն եթե նախագծվում է դպրոց, եթե նախագծվում է բազմաբնակարան բնակելի շենք կամ որևէ կառույց, նախագծին կից նախագծի որպես առանձին բաժին լինելու է մասնագիր, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրվելու է օգտագործվող բոլոր նյութերը, սարք-սարքավորումները, որպեսզի օրինակ գնորդները կամ պատվիրատուները կամ պետությունը կարողանա պատշաճ վերահսկողություն իրականացնել արդյոք դա այդ նյութն էր, ինչը որ հայտարարված էր նախագծի մեջ, կամ արդյոք տեղադրված այդ սարքավորումը, կամ արդյոք այդ պատուհանը կամ դուռն է տեղադրված, ինչը որ նշված էր, թե ոչ։ Մեր հաջորդ ուղղությունը մեր բնակարան ձեռքբերողների շահերը պաշտպանելու նկատառումներից ելնելով մենք սահմանել ենք բնակարանը շահագործման հանձնելու նվազագույն չափորոշիչներ։ Այս մինչև որոշման ընդունումը կառուցապատողը ինքն էր որոշում, թե ինչ ավարտվածության աստիճանի ներքին հարդարման մասին է խոսքը, ինչ ավարտվածության աստիճանի հանձներ բնակարանը գնորդներին։ Հիմա մենք բերել ենք միասնական մոտեցում ենք սահմանել ենք այն նվազագույն չափորոշիչները, որոնք պարտադիր են պահպանման բոլոր կառուցապատողների կողմից, այլապես տվյալ կառույցը ավարտական ակտ չի ստանա եւ քաղաքացիները կիմանան, թե երբ որ կավարտվի շինարարությունը, իրենք ինչ չափանիշներով, ներքին հարդարումով բնակարան կստանան, սա եւս ամբողջ մանրամասնությամբ նկարագրված է։ Քաղաքաշինության կոմիտեն, երբ որ սահմանում է այս նորմերը քաղաքաշինության ոլորտում, դուք գիտեք, բոլորս էլ գիտենք, որ տեխնոլոգիաները արագ զարգանում են, եւ մենք փորձում ենք հնարավորինս տեխնոլոգիաների զարգացման դինամիկային զուգահեռ ճկունություն ցուցաբերել եւ մեր նորմերը անընդհատ ադապտացնել իրականության հետ եւ տեխնոլոգիական զարգացումների հետ։ Երկու օրինակ բերեմ, օրինակ մեզ դիմել էին կապի ծառայություն մատուցող օպերատորները եւ խնդրել էին, քանի որ հիմա Հայաստանի Հանրապետությունում ամբողջ տարածքով անցնելու են 5G ցանցի ծածկույթի, ընթացակարգերը պարզեցնելու համար այդ կապի կայաններ, աշտարակներ տեղադրելու, դրանց հողերի նպատակային նշանակության փոփոխության եւ մենք համապատասխան որոշումներով այդ ընթացակարգերը պարզեցրեցինք, նորմերը
ավելի հստակեցրեցինք ու բարձրացրեցինք, որպեսզի կարողանան այդ տեխնոլոգիաները հնարավորինս արագ ներդրվեն Հայաստանի Հանրապետությունում։ Նույնը կարող եմ ասել էլեկտրոմոբիլների քանակի աճին զուգահեռ մենք սահմանեցինք, հստակեցրեցինք, բարձրացրեցինք էլեկտրալիցքավորման կայանների տեղադրման հնարավորությունները, դեպքերը եւ այսպես բոլոր ուղղություններով այն զարգացումները, որ տեղի է ունենում տնտեսության մեջ շուկայում, մենք փորձում ենք հնարավորինս արագ աջակցել, որպեսզի որևէ առումով չկարգավորված որևէ ոլորտ չմնա եւ հնարավորինս ավելի աջակցենք տեխնոլոգիաների ներդրմանը։ Հաջորդ կարևոր ուղղությունը, ինչպես նշեցի, քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումն է, պարզեցումը, հստակեցումն է։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության կոմիտեի պատվերով մշակվել են եւ հաստատվել են 88 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ։ Ավելի պարզ, եթե ասեմ, դա գլխավոր հատակագծերը եւ գոտեվորման նախագծերն են։ Հիմա դրանցից որոշները արդեն լրամշակման փուլում են գտնվում, կախված շուկայի եւ տնտեսության եւ պահանջարկի փոփոխությունից։ Հաջորդ կարևոր մակարդակը, ինչի մասին կուզեի խոսել, դա երկրի մակարդակում տարաբնակեցման գլխավոր նախագիծն է, որը նախանշելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով զարգացման հնարավորությունները, ուղղությունները, հաշվի առնելով բոլոր այն ռեսուրսները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն, ըստ էության հեռանկարային զարգացման նախագիծ է լինելու, կապելով բոլոր ոլորտները իրար հետ։ Այս ուղղությամբ աշխատանքները արդեն տեխնիկական առաջադրանքը մշակված է, հաստատված է։ Այս աշխատանքի ֆինանսավորումը ներառված է 2026 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեի առաջնահերթությունների մեջ եւ կարծում եմ մենք այս տարի կմեկնարկենք այս ուղղությամբ աշխատանքները։ Կոմիտեի համակարգմամբ մշակվել է Հարսնակար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2.8 կիլոմետր երկարությամբ, 6.5 մետր լայնությամբ ներողություն Ճեմուղու նախագիծը, շինարարական նախագիծը, որի շինարարական աշխատանքները կմեկնարկենք այս տարի եւ կունենանք կարող եմ ասել բավականին ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կունենանք բավականին գեղեցիկ եւ հարմարավետ Ճեմուղի, իսկ Ճեմուղու հարակից հատվածում կունենանք համայնապատկերային վերելակ, որը հնարավորություն կտա մեր տուրիստներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց ավելի մատչելի եղանակով հասանելիություն ապահովել դեպի Սևանավանք եւ լրացուցիչ խթան կհանդիսանա այդ տարածքի զարգացման համար։ Մենք ըստ էության հաջորդ ուղղությունը, ինչի մասին կուզեմ խոսել, դա քաղաքաշինական թույլտվական պրոցեսների պարզեցումն է։ Ըստ էության շարունակաբար մենք աշխատում ենք բոլոր թույլտվական ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունել են կառավարության որոշում, որով առավելագույնը պարզեցվել է մինչև 300 քառակուսի մետր 1 ստորգետնյա, 2 վերգետնյա բնակելի տան կառուցապատման թույլտվությունների գործընթացը։ Եթե հարցեր կլինեն, սիրով կպարզաբանեմ, թե ինչ եղանակով են գնալու։ Մեզ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ եւ խնդրել են, որ մինչև հիմա գործող նորմերի մեջ փոփոխություններ իրականացնենք։ Տնամերձ հողամասում կառուցապատման մակերեսի մասին է խոսքը եւ կառուցապատման տոկոսի եւ այն հողատարածքի, որի վրա թույլատրվում է կառուցապատում իրականացնել։ Մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է 50,000 հողակտոր 400 քառակուսի մետրից պակաս մակերեսով, որոնք արդեն տիրապետում են քաղաքացիները, բայց շինարարական նորմերով չէր կարելի 400 քառակուսի մետրից պակաս հողամասի վրա իրականացնել կառուցապատում,
եւ քանի որ ունենք այդ իրավիճակը եւ քաղաքացիները արդարացի հարց են բարձրացնում, մենք հիմա լրացուցիչ ընթացակարգ ենք սահմանելու եւ թույլ ենք տալու նորմերի մեջ համապատասխան փոփոխություն իրականացնելով, որ քաղաքացիները իրականացնեն կառուցապատում 200 քառակուսի մետրից ավել հողակտորների համար, հողակտորների վրա։ Սա առաջիկայում փետրվարին այդ փոփոխությունները կլինեն եւ կհրապարակվի։ Մենք մշակում ենք եւ հրապարակում ենք տարբեր տիպային բազմակի օգտագործման նախագծեր, վերջինը ինչի մասին էլի մեր մարզերի բնակիչներն էին դիմել մեզ եւ խնդրել էին, որ մենք մշակենք եւ հրապարակենք բնակելի տան համար հատկացված հողամասում փոքրածավալ անասնաշենքի տիպային նախագիծ, այսօրվա տեխնոլոգիաների կիրառմամբ, մենք դա մշակել ենք, հրապարակել ենք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կուզենան մեր մարզերի բնակիչները, հենց վերցնեն այդ տիպային նախագիծը եւ դրանով, որտեղ ամեն ինչ հաշվառված է։ Այս բոլոր ուղղություններով մեր համար առանցքային կարևորություն ունի թվայնացումը։ Իմ թվարկած բոլոր ուղղություններով մենք իրականացնում ենք թվայնացման աշխատանքներ, որոնցից մի քանիսի արդյունքները քիչ հետո ձեզ կներկայացնենք, ինչը շատ եմ կարևորում, որտեղ այդ թվայնացումը ուղղված է թափանցիկության մեծացմանը, ուղղված է քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցմանը, ավելի արագ ծառայությունների մատուցմանը եւ ավելի հստակ կանոնների սահմանմանը։ Քիչ հետո թվայնացման մասով ձեզ կներկայացնենք, թե ինչ թվայնացումներ ենք իրականացրել եւ դրանց արդյունքները, բայց ուզում եմ ասեմ, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում կառուցապատման բոլոր տեսակի թույլտվությունները այլևս տրամադրվում են էլեկտրոնային հարթակի միջոցով։ Այս հարթակում ներգրավված են բոլոր առնչություն ունեցող պետական, համայնքային կամ մասնավոր մարմինները, նկատի ունեմ օրինակ կոմունալ ծառայությունների մատուցման մատակարար կազմակերպությունները, օրինակ Վիոլյան, ՀԵՑ-ը, այն բոլոր մարմինները, որոնք առնչվում են կառուցապատման հետ եւ ունեն այս կամ այն գործառույթը, եւ քաղաքացիները մեկ անգամ մուտք անելով այդ փաստաթղթերը համակարգ կարողանում են տեսնել, թե իրենց դիմումի ընթացքը միանգամից համակարգը իր ալգորիթմների համապատասխան ուղարկում է բոլոր այն մարմիններին եւ հետևում է տվյալ մարմինների արձագանքի սահմանված ժամկետներին։ Հիմա քիչ հետո կտեսնենք, որ օրինակ եթե մի գործառույթի իրականացման համար սահմանված է 15 օր եւ 15 օր հետո տվյալ պետական, համայնքային կամ մասնավոր ընկերությունը չի արձագանքում, ապա համակարգը դա արձանագրում է եւ որոշ դեպքերում ալգորիթմեր ենք դրել, որ հենց համակարգը ինքնաշխատ դրական պատասխան է գեներացնում, եթե քաղաքացու դիմումի պատասխանը ուշանում է։ Շատ կարևոր է քաղաքաշինական կադաստրի գիս համակարգի ձևավորումը եւ գեոպորտալին ինտեգրումը, որի աշխատանքները արդեն իսկ սկսել ենք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր, Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրեր արդեն իսկ թվայնացված են նրանց գլխավոր հատակագծերը եւ գոտեվորման նախագծերը եւ հիմա ինտեգրել են գեոպորտալին, հիմա ցույց կտանք, թե դա ինչ հնարավորություն է ընձեռնելու քաղաքացիներին։ Այս տարի մեկնարկել են Արագածոտնի մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի եւ գոտեվորման նախագծերի թվայնացումը եւ այսպես շարունակաբար բոլոր մարզերը եւ Երևան քաղաքը պետք է իրականացվի թվային միջավայրում, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ օգտվել այս որակյալ ծառայություններից, ինչը որ ամբողջ աշխարհում այսօր մատուցվում է։ Հաջորդ ուղղությունը